Ռազմական դպրոց պետք է ունենա Գյումրին։ Ընտրողներին խոստանում է քաղաքապետական այդպիսի դպրոց կառուցել Կոմկուսի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը։ Ռազմական դպրոցը մենք ունենք 17 սպորտ դպրոց, որ մոտավորապես 7 դպրոցի բորոք է բացվել եւ մնացածը վերազինել ենք, վերակառուցել ենք եւ ամեն ինչ երաշտական դպրոցներ։ Ուրեմն մենք ինչի պետք է այսօրվա այս լուրջ վիճակում երկիրը կանգնած է պատերազմի շեմին մշտական, այո, քաղաքապետարանը պետք է ունենա ռազմական դպրոց եւ երեխեքին պատրաստի ուղարկի բանակ։ Ղուկասյանի կարծիքով երկրի անվտանգային իրավիճակն է ստիպում, որ սահմանից հեռու քաղաքներում այդպիսի կրթական կենտրոններ գործեն։ Հրանոթների սովորեցում լուրջ մասնագետներ են բերելու եւ մինամյոտ կրակել եւ կարեւոր է թրջողանոթաճու սարքերը, որը այսօր պատերազմի սիրտն է հանդիսանում, դրանք անպայման պետք է մենք ունենանք եւ մասնագետներ պետք է բերենք եւ պետք է պատրաստենք անպայման եւ քաղաքային բյուջեից պետք է որոշակի մասնակցություն ունենանք եւ անհատական ամեն մեկս պետք է մեր ֆինանսներից ներդրում անենք։ Հենց անվտանգային խնդիրներն են իրեն ստիպել վերադառնալ քաղաքականություն։ Գյումրու Ձորի Մայլա կոչվող թաղամասի բնակիչների առաջ հայտարարում է Գյումրիի քաղաքապետի թեկնածուն։ Սյունիքի հարցն են առաջ քաշել։ Կտեսնեք մի քանի վաղ հետո սրանք առաջ կքաշեն Սևանա լճի խնդիրը, որովհետև աշխարհում ջուրը պակասում է, իսկ Սևանը դա իրենից ներկայացնում է, որ ամբողջ աշխարհում պահանջարկ է լինելու Սևանին, գազից, նավթից, բենզինից ավելի թանկ է Սևանը։ Առատձյան տակ 5 աստիճան ցրտին բազմաթիվ գյումրեցիներ են հավաքվել Ղուկասյանին լսելու, նույնիսկ նրանք, ովքեր ժամանակին աչքով աչք չեն ունեցել նախկին քաղաքապետի հետ։ Այն վաղ կռիվներ կար, չէ՞ մայլամայլի տեմ, ձեր մայլի հասիբի 5-ը կքաշեր, իսեք։ Մեզ հետ եկան են կռվե, ապստակոց։ Բայց ընկերացել ենք կարևորը։ Չէ հիմա դուք աջակցում, պահ ուղղակի։ Լավ է, որովհետև մենք իրար չէինք սպանում, կռվում ենք, հետո աղբերություն էինք անում, ով որ կռվով իրար հետ ընկերություն չի արել, դա սուտ է։ Իր մեծ ծրագրերի մասին է պատմում Ղուկասյանը, խոստանում ընտրվելուց հետո ֆինանսական հոսքեր ապահովել քաղաքի բյուջե, նոր հիվանդանոց կառուցել, աշխատատեղեր ստեղծել գյումրեցիների համար։ Գյումրեցիներին կոչ է անում անտարբեր չլինել մարտի 30-ին, գնալ ընտրատեղամաս, ընտրել երկրորդ քվեաթերթիկը։ Եվ աղբեր, եւ տղա, եւ աղջիկներ, եւ մնացածը, եւ աղբորս, եւ բոլորը չեն ուզեցել, որ ես առաջադրեմ իմ տեխնազությունս։ Կշահեն իրանք, բայց եթե ընտրեցիք ինձ, կշահեք դուք քաղաքը եւ երկիրը։ Ժողովուրդն իրեն մենակ չի թողնելու, վստահ է Վարդան Ղուկասյանը, հավատացնում է մարտի 30-ից հետո Հայաստանը նոր փուլ է մտնելու։ Կտեսնեք, մի հատ հանկարծ բան եղավ, հեղափոխությունը կլինի Գյումրիից։ Լիլիթ Սարգսյան, Ալբերտ Սերոփյան, Հերիկ Համազասպյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուր։